Սամվել Կարապետյանի գործի մասով մենք ընդունել ենք հայտարարություն, հենց այն պահին, որ արդեն որպես փաստաբաներ եք այդ հարցը տալիս ձեզ, էլի։ Հասկացա, ես իրավական եւ քաղաքական գնահատական կտամ։ Մենք ընդունել ենք հայտարարություն, որտեղ թե իրավական մասով ենք գնահատական տվել, թե քաղաքական, նաեւ հետո երբ որ կալանքի որոշումը կայացվեց, ես ուղիղ եթերով խոսեցի դրա մասին, ընդհանրացրած ասեմ, ինչ որ մինչ այս բանը ասել եմ։ Սամվել Կարապետյանի նկատմամբ սկսված process-ը այն ամբողջությամբ քաղաքական գործընթաց է, այն կառավարվում է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, դրա մասին մեզ վկաներ պետք չեն, որովհետև ինքն է անձամբ ասում, որ ես եմ միջամտում, ինքը իր Facebook-յան էջում գրել է, հիմա ես կմիջամտեմ, եւ այդ պահին ոստիկանության հատուկ խումբը գրոհել է Սամվել Կարապետյանի տունը, եւ այդ ընթացքում իմ տվյալներով 51 մարդ է այսպես կոչված բերման ենթարկվել, բայց նոր քրեական դատավարության ընթացքում բերման ենթարկվել ինստիտուտ գոյություն չունի, ձերբակալվել են, բայց իրենք լուր էին տալիս, որ բերման են ենթարկվել, ապօրինի գործողություն է տեղի ունեցել, մարդկանց ձեռք է կոտրվել, վնասվածքներ են ստացել տարբեր մարդիկ բան, եւ այդ ապօրինի ամբողջ գործողությունը, որ տեղի ունեցել, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով արգելված է, որից հետո նրան առաջադրվել է մեղադրանք, որի սանկցիայում կա տուգանք։ Նայեք, եթե մեղադրանքի սանկցիայում կա տուգանք, դատարանները չեն կալանավորում։ Նրան տարել են կալանքի 2 ամսվա եւ դատարանը կալանավորել է։ Բնականաբար, քանի որ մենք Հայաստանի Հանրապետությունում անկախ դատական իշխանություն չունենք, իսկ դա մասին ցուցմունք է տվել հենց անձամբ Նիկոլ Փաշինյանը, երբ որ ասել է, որ ես եմ ԲԴԽ նախագահին SMS գրել, որ հրաժարական տա, արդեն դա բավարար է, որ մենք իմանանք, որ ինքն է ղեկավարում դատական իշխանությունը, ինքը ասել է կալանավորել են եւ Էրդողանի այցից առաջ են կալանավորել, եւ իխեմ Էրդողանի մաս ասում, որովհետեւ նաեւ Սամվել Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի կողմից։ Սա էլ գիտենք 21 թվականից։ Եվ այս իմաստով նաև ուզում եմ նշել, որ կալանքը իրավական իմաստով տոտալ ապօրինի է, որովհետև տվյալ քրեական գործով հիմնավոր կասկածի նվազագույն շեմը անգամ բավարարված չէ եվրոպական դատարանի կողմից հաստատված նախադեպային իրավունքով, եւ ավելին ամբողջ քրեական գործը հարուցված է հարցազրույցի իման վրա, որը Սամվել Կարապետյանի հարցազրույցն է, երևում է, որ իր հարցազրույցն է, ինքը չի կարող հրաժարվել իր հարցազրույցից եւ չի հրաժարվում, եւ հետեւաբար գործով վկաներ չկան, որ դու մարդուն օրինակ ստորագրություն չհրանալու մասին խափանման միջոց ընտրես, նա ազդի գործի անցող վկաների վրա կամ գործի ընթացքի, նա չի կարող ազդել, որովհետեւ չկա որևէ փաստ։ Այսինքն ընդհանուր process-ը պատիժ է, նայեք, չի կարող միջդատական վարույթը պատժի տարեր ունենալ իր մեջ։ Սա միջազգային հայտնի իրավական սկզբունք է։ Ամբողջ գործընթացը պատիժ է, որը կազմակերպվել եւ ղեկավարվում է Նիկոլ Փաշինյանի կողմից եւ այն զուլալ քաղաքական հետապնդում է։ Մի բան էլ ասեմ, ակնհայտ անմեղ մարդուն քրեորեն հետապնդելը դա քրեական հանցագործություն է։ Բոլոր այն մարդիկ, ովքեր ներգրաված են այդ process-ի մեջ, բոլոր այն մարդիկ, ովքեր մարդկանց թևեր են ջարդել, վնասվածքներ են տվել անմեղ մարդկանց, որ ուղարկի այդտեղ կանգնած են եղել, բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն, սա հանցագործություն է, եւ ես եւս մեկ անգամ այս հնարավորությունից օգտվելով դատապարտում եմ այդ ամբողջ process-ը եւ պահանջում եմ օր առաջ ազատ արձակել պարոն Կարապետյանին։ Տեսեք, ամբողջ իշխանական վերնախավը իրենց դեմ ցուցմունք են տալիս։ Իրենք կարող են լուր մնալ, ասել իրավական գործընթացա դեպի մենք ինչ իմանանք, ինչ ա եղել, չէ՞։ Բայց բոլորով ԱԺ ելույթների ժամին ելույթներ են ունենում եւ ասում են պետքա օթերը փակել, պետքա հեծը խլել, պետքա չգիտեմ, էս անել, են անել եւ նաեւ տաշիր պիցաների process-ը, այսինքն հստակ բան կա, ուղերձ կա, որ մենք ձեզ եւ անձամբ ենք քաղաքական հետապնդում եւ ձեր բիզնես գործունեությունն ենք անձամբ քաղաքական հետապնդման ենթարկում եւ նաեւ ձեր կողքը կանգնած 51 մարդու էլ ասենք ծեծ ու ջարդով բանով տարել ենք, ձերբակալել ենք, ապօրինի պահել ենք։ Սրանք ուղերձներ են, որոնք որ շատ կարեւոր է, որ մենք որպես հասարակություն, մենք որպես քաղաքացիական հասարակություն, տեսեք, քաղաքացիական հասարակության ինստիտուտները չեն դատապարտում։ Նկատում եմ ՀԿ սեկտորը քաղաքացիական հասարակության ինստիտուտներից միայն եկեղեցին է, որ դատապարտել, որտեղ եկեղեցին նույնպես քաղաքացիական հասարակության ինստիտուտ է։ Այն ՀԿ-ները, որ մենք հայտնի իրավապաշտպաններ ունենք, չէ՞, որ խոսում են բան, ասենք ծիտը մեկի ուսին ծրտում էր, դատապարտում էին։ Ձայն չկա, ձայն չծպտուն չեն հանում։ Հիմա ինչու՞, որովհետև նաև սրա մեջ կա բան, աշխարհակաղակական հատված, որովհետև սա նաև մատուցվում է աշխարհակաղակական համատեքստում,
որ Հայաստանում բան մենք ինքնիշխան ենք, նայեք պետության համը հեսա կմնա ձեր բերանը, բան, բայց պետության համը մնացել այն մարդկանց բերանը, ովքեր այս պահին վայելում են այդ պետության տված հնարավորությունները, ավելին նաև ապօրինություններ են անում այդ հնարավորությունների շրջանակներում։